Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 29։ Նա քո ժողովրդին դատե արդարությունով և քո խեղճերին իրավունքով։ Սաղմոս 72-րդ գլուխ 2-րդ խոսք։ Հենց Աստծո որդու մահից մենք կարող ենք տեսնել, որ Աստված չի ուզում ոչ մի ամբարշտի մահը։ Եթե դա այդպես չլիներ, միթե նա կփրկեր նրանց մահից այդքան թանկ գնով, միթե նա կզարմացներ հրեշտակներին և մարդկանց իր խոնարհությամբ, միթե Աստված կբնակվեր մարմնի մեջ, կգար ծառայի կերպարանքով և մարդկային բնությունը կմիացներ աստվածության հետ մեկ անձի մեջ, և միթե Քրիստոսը կապրեր տառապանքի կյանքով և կմահանար խաչի մահով մեղավորների համար, եթե նա խնդրեր ուրախանալ մեղավորների մահով։ Ենթադրենք, որ դուք ձեր աչքերով տեսնեք նրան այնքան զբաղված քարոզելով և բուժելով նրանց, ինչպես գրված է Մարկոսի ավետարանի 3-րդ գլխի 10-րդ խոսքում, կամ այնքան երկար ծոմապահության մեջ, ինչպես Մատթեոսի 4-րդ գլխի 2-րդ խոսքում, կամ ամբողջ գիշեր աղոթելով, ինչպես Ղուկասի 6-րդ գլխի 12-րդ խոսքում, կամ աղոթելով և արյան կաթիլների պես քրտինք թափելով, ինչպես Ղուկասի 22-րդ գլխի 44-րդ խոսքում, կամ խաչի վրա անեծք դառնալով, տառապելով և իր արյունը որպես փրկագին թափելով մեր մեղքերի համար, միթե կմտածեք, որ այս ամենը ամբարիշտների մահով ուրախացողի նշաններ են։ Եվ անգամ չփորձեք աղավաղել այն ասելով, թե խաչը միայն նրա ընտրյալների համար էր, որովհետև մեր Փրկչի վրա դրված է թե ձեր մեղքը, թե ամբողջ աշխարհի մեղքը, և նրա զոհաբերությունն ու քավությունը բավարար են բոլորի համար, և դրա պտուղները շնորհվում են ինչպես մեկին, այնպես էլ մյուսին, բայց ճշմարիտ է նաև այն, որ նրա կամքը երբեք չի եղել ներել ու փրկել նրանց, ովքեր չեն դառնում իրեն հավատքով և ապաշխարությամբ։